Ճեպազրույցին Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին չի մասնակցելու։ Ռուսաստանի Դաշնություն կատարած մայիսի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված բռնությանն անդրադառնալով վարչապետն ասաց, որ դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։ Փաշինյանը ցանկացավ հիշեցնել, երբ 2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, նրա խոսքով լրատվամիջոցներն աղմուկ աղաղակ էին անում, թե պայքար է գնում ավանդական արժեքների դեմ։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել։ Հետևաբար այսպիսի դեպքերից խուսափելու համար որպես լուծում վարչապետը նաև հանրային իրազեկվածության բարձրացումն է տեսնում։ Հիշեցնենք, Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Պարոն վարչապետ, վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական համագործակցության հռչակագրեր ունեցավ, նոր մակարդակի է բարձրացվում այս ուղղությամբ համագործակցությունը։ Եթե ամփոփելու լինենք, նաև 2 օր առաջ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հետ ունեցանք, այս ամենը ինչ նոր հնարավորությունների դռներ է բացելու։ Հայաստան-Եվրամիություն առաջի գագաթնաժողովի ընթացքում 5 ընկերությունների հետ փոխանակվեցին մտադրությունների հուշագիր։ Այս նշանակում է նոր ֆինանսական ներդրումների եւ նոր շուկաների, նոր պատվերների հնարավորություն այդ ընկերությունների հետ։ Հաջորդը, տեսեք, Ֆրանսիայի հետ մենք շատ կարևոր թուղթ ստորագրեցինք Բարգուշատի թունելի կառուցման կապակցությամբ։ Այստեղ մենք կրկնակի էֆեկտ ենք սպասում։ Այս համատեքստում վարչապետն արձանագրեց, որ հյուսիս-հարավն արդեն միսու արյուն է ստանում, փաստելով, որ աշտարակ Գյումրի հատվածը պատրաստ է եւ հարավից մեծ տեմպերով շինարարություն է գնում։ Նաև ուզում եմ ընդգծել, որ ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում ճանապարհաշինության եւ թունելներ կառուցելու մեջ, ուզում եմ հիշեցնել, որ ես էլ երկար տարիներ մենք Հայաստանում նոր թունել չենք կառուցել։ Փաշինյանն ամենակարևորներից մեկն էլ համարեց Եվրամիության ընդունած հայտարարությունն առայն, որ բարձր մակարդակով կոչ արվեց Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անել։ Սա նշանակում է նոր բիզնես հնարավորություններ Հայաստանի բոլոր ընկերությունների համար։ Վարչապետը նկատեց, եթե այս ամենին գումարենք զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, նաև տնտեսական միջավայրը, բարձր աճերը, ապա ահռելի հնարավորություններ կան։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը ընդգծեց նաև TRIP նախագծի կարևորությունը։ Առաջիկայում սպասվող TRIP-ի նախագիծը եւ TRIP-ի իրագործումը, որը անխուսափելիորեն տեղի է ունենում եւ տեղի է ունենալու, մենք նաեւ Եվրամիության հետ քննարկում ենք Հայաստանի հյուսիսով ճանապարհային եղած երթուղիների զարգացման հնարավորությունը։ Այստեղ վարչապետը հիշեցրեց Եվրահանձնաժողովի նախագահի ասածը, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։ Եվ հիմա խաղաղության միջավայրում դա տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար, տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար։ Ամփոփելով վարչապետն ասաց, այս բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ են բավարար կարողություններ հասկանալու եւ իրացնելու դրանք, իսկ այդ կարողությունները նրա համոզմամբ ձևավորվում են կրթության միջոցով։ Էսա պատճառը, որ մենք կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Ինչ կապ ունի կրթությունը, որպեսզի մենք հնարավորությունները կարողանանք տեսնել եւ երկրորդը եղած հնարավորությունները կարողանանք օգտագործել։ Հարցին, թե Հայաստանի համար ինչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վարչապետը հետևյալը նշեց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք ինչ է արել։ Ինչի պատմեմ։ Ցույց կտամ։ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Կարս-Գյումրի երկաթուղու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, սակայն ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, տեխնիկական բազմաթիվ խնդիրների եւ գնահատումների պատճառով։ Նրա խոսքով շուրջ 40 տարի ենթակառուցվածքը պատշաճ չի սպասարկվել, ուստի այժմ անհրաժեշտ է գնահատել կարիքներն ու անցնել գործի։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։